Ողջույն սիրելիներս, բարի գալուց նոր վլոգ, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել իմ ալիքում, ինչպես եք սիրելիներս, մենք շատ լավ ենք, այս պայծառ օրը մեզ տրամադրում է ունենալ լավ օրվա շարունակություն, նույնը մաղթում եմ ձեզ, ունենաք հիանալի օր և դրական պահեր օրվա ողջ ընթացքում։ Եկել ենք հյուր Արմինեին և պատրաստվում ենք սուրճ խմել։ Սուրճը խմեցինք, վերջացրեցինք, հիմա ժարիտ եմ պատրաստում, լուսայեղը լցնում եմ թավայի մեջ, որպեսզի տաքանա, տաքացնելուց հետո ավելացնելու եմ 1 պտղունց աղ, որպեսզի մեր կարտոֆիլը լավ կարմրի։ Կարևորը թավան լավ տաքացնենք, որպեսզի մեր կարտոֆիլն էլ իդեալական կարմրի սիրելիներս։ Կարտոֆիլը արդեն մաքրած, լվացած, պատրաստ է։ Հիմա թավան կտաքանա և կթեղափոխենք տապակվելու։ Շատ փխրուն կարտոֆիլ էր, տապակելու ընթացքում փխրվեց, բայց դե կարևորը կարմրել է ու ստացվել է շատ համեղ։ Մենք գնանք հաց ուտենք սիրելիներս, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում սիրելիներս։ Սիրելիներս տուն ենք վերադարձել, Շահենը տակ դիրաբերել երեխեքի համար, քանի որ վերջացել էր, միշտ վերցնում ենք 1000-2000 դրամի և շատ արագ սպառվում էր, դրա համար վերցրել ենք այսպես բլոկով, 42 հատ ատուփի մեջ, 7-րդ համարը, արժեքը 3600 դրամ, միշտ գնում ենք 1000-2000 դրամի և շուտ է վերջանում, դրա համար այսպես ավելի հարմար է և ձեռնտու։ Միշտ օգտագործում եմ Sleep կամ Baby, երկուսն էլ երեխաներիս մաշկը ընդունում է։ Վերցրել ենք նաև երեխաների համար կաթ, չնայած Վալբերիզի պատվերս եկել է, որի մեջ ներառված է նաև կաթերը, երևի 1 ժամից կգնանք, որպեսզի վերցնենք, բայց այսպես դեղատնից եւս 1 հատ գնել ենք, որովհետև մինչև Վալբերիզ գնալը երեխուն կաթ էր պետք, դրա համար մի հատ էլ դեղատնից վերցրեցինք, մինչև որ կմոտենանք Վալբերիզ և կվերցնենք, հենց վերցնեմ միանգամից կնկարեմ և ձեզ էլ կցուցադրեմ պատվերները։ Սիրելիներս, տեղահասել Վալբերիզի պատվերներս, ճիշտ է ուշացումով, կարելի ասել 1 շաբաթ ուշ տեղ հասավ։ Չգիտեմ խնդիրը որն էր, այդպես չմանրացա, ուղղակի տեսա, որ ամսաթիվը փոխվել է առաքման։ Շահենի համար պատվիրել եմ այսպես կարճաթև ֆուտբոլկա, թեթև, 1100 դրամ էր, չնայած այնտեղ սկիզբկա բաժնում ցույց էր տալիս, որ արժեքը եղել է 5600 դրամ, զղջվել է 1100 դրամ, բայց գնի համեմատ, 1100 դրամի համեմատ, կտորը շատ լավն է, շատ փափուկ ու ամուր կտոր է։ Ճիշտ է մեծ է եղել, որովհետև պետք է 2XL-ը պատվիրեի, պատվիրել եմ 3XL-ը, մտածելով, որ կարող է ավելի մի քիչ այսպես լցված լինի ու 2XL-ը փոքր լինի։ Չնայած նրան, որ միշտ հագնում է 2XL, բայց դե վերցրեցի, չուզեցի հետ վերադարձ անել։ Համ երկար է, համ մի քիչ մեծ է, բայց դե ոչինչ, ինձ թվում է ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի տաբատի հետ ինքը կհամադրվի։ Այստեղ Աշոտիկիս կաշան է եկել։ Միշտ Վալբերիզից եմ պատվիրում կաշաները, որովհետև ապտեկների համեմատ, դեղատների համեմատ և ուրիշ վաճառակետերի համեմատ
լավ մատչելի է, միշտ պատվիրում եմ Ֆրուտոնյանյայի ապրանքանիշից, բայց այս անգամ պատվիրել եմ Nestlé, սա դթմիկով կաշայա, դթմիկ և, չէ, մենակ դթմիկ է, մենակ դթմիկ է, 750 դրամ եմ վճարել, իսկ այստեղի վաճառակետերում և դեղատներում եթե նայենք, մոտ 1250 դրամ կամ 1100 դրամ այդ գնայինի մեջ է տատանվում, միշտ պատվիրում եմ 750 դրամով։ Ճիշտ է, միշտ օգտվում եմ Ֆրուտոնյանյայից, բայց որոշեցի այս անգամ էլ Nestlé-ն փորձել, տեսնենք ինչպիսի համ կունենա։ Միշտ ժամկետների մեջ է, ժամկետները միշտ նայում եմ, միշտ ժամկետների մեջ է, համ համեղ են, կան մարդիկ, որ ասում են, ինչու եք Վայլբերիզից պատվիրում, դուք ձեր երեխաների սնունդը վստահում եք արդյոք Վայլբերիզին թե ոչ, բայց ես վստահում եմ, որովհետև միշտ գալիս է կոկիկ, փաթեթավորված ժամկետների մեջ և ոչ մի այսպես վատ կողմ չի ունենում, համ փաթեթավորումն է գեղեցիկ, համ էլ ժամկետի մեջ է։ Ու նաև մատչելի, ասում եմ, որ Վայլբերիզում մատչելի է, բայց վատն է, բայց ասեմ, որ ոչ, միշտ չի, որ գինը տարբերություն է տալիս։ Այստեղ էլի պատվիրել եմ Աշոտիկիս համար կաթ, գիտեք, որ Աշոտիկիս տալիս եմ կաթնախառնուրդ, Աշոտիկիս համար օգտագործում եմ Նեստաժենը, 90 է կերել Նեստաժեն, երեխեք կան, որ չեն ընդունում կերերը կամ մի կեր փորձելուց հետո արդեն փոխում են ծնողները, որովհետև ամեն երեխա չի, որ ընդունում է, բայց Աշոտիկս էլ, 90-ս էլ, երկուսն էլ կերել են Նեստաժեն ու ասեմ, որ մնացած կաթնախառնուրդների համեմատ Նեստաժենը շատ ավելի մատչելի է, որովհետև 300 գրամը այստեղ մեր դեղատներում արժե 2800 դրամ, իսկ ուրիշ կաթնախառնուրդներ եթե դիտարկենք, մոտ 300 գրամը 5000, 8000, 10000 դրամի մեջ է տատանվում, որը որ իրոք շատ թանկ է, բայց էլի գնի համեմատ Նեստաժենը շատ համեղ ու լավն է։ Այսպիսի փաթեթավորման փա եկել, մի հատ կոկիկ փաթեթավորումը տեսեք, հիմա բացենք, ես իմ երեխաների սնունդը վստահում եմ Վայլբերիզին ու մի անգամ մտա դեղատուն, ասեցի մի տուփ կաթ առնեմ, այս 2800 դրամանոց, աշխատակիցը ասեց, որ եկեք ավելի մատչելի տարբերակ առաջարկեմ ձեզ, 2 տուփ կաթը, չէ, 3 տուփ կաթը 8300 դրամ, իրեն ասեցի, որ այդքան էլ մատչելի առաջարկներ չեք անում, որովհետև նույն 3 տուփ կաթը ես Վայլբերիզով պատվիրում եմ կամ 4700 դրամով կամ 5200 դրամով, այսինքն 2 տուփ կաթն է այստեղ դեղատներում 5300 դրամ ու 300 գրամը, իսկ ես 3 տուփ կաթ եմ պատվիրում Վայլբերիզից, ընդ որում 350 գրամ ու վճարում եմ 2 հատ կաթի արժեքով ու ասեմ, որ ավելի երկար է տևում Վայլբերիզի կաթը, որովհետև 350 գրամ է։ Նույն կաթն է, նույն, այսպես ասած, կաթնախառնուրդն է, ես չգիտեմ էլ ինչի է այսպես գները տարբերվում, բայց միշտ օգտագործում եմ Վայլբերիզի կաթնախառնուրդը, համ մատչելի է, համ էլ Են որ ժամկետի մեջ է միշտ չի եղել այնպիսի դեպք, որ ես երեխաների համար սնունդ պատվիրեմ ու դա լինի վնասված կամ ժամկետի մեջ չլինի։ Հա թեկուզ թող օրինակ տուփը մի փոքր վնասված լինի, դե ճանապարհ է անցնում, ճանապարհ է գալիս, էլի լիքը պատվերների հետ, մի փոքր կարելի է ըմբռնումով մոտենալ։ Ու այսպես ասվից տամ ձեզ։ Երկրորդն եմ արդեն օգտագործում, որովհետև երկրորդ համարը սկսված է, նախատեսված է 6 ամսեկան և բարձր երեխաների համար։ 6 ամսեկանից արդեն փոխարինում ենք երկրորդ համարին։ Տեսեք մի հատ ինչ կոկիկ,
Ինչ գեղեցիկ, ես պատրեցի սկոճը հանելու ընթացքում։ Այստեղ մի փոքր էլ էսպես տուփը վնասված լինի, բայց չի եղել այնպիսի դեպք, որ շատ էսպես վնաս ունենա։ Ես միշտ գոհ եմ լինում։ Ջանա, 90-ս վեր կացավ։ Նայեք։ Հատուփի մեծությանը նայեք, ասեմ, որ դեղատներում կատնախառնուրդը այսպես օդ տված է տուփի մեջ, համարյա կեսը օդ է, իսկ այսպես որ վալբերիզով պատվիրում եմ, ամբողջը լվեր կատնախառնուրդ է։ 90-ս զարթնեց գնա մի հատ բերեմ կամ 90-ս լողացրել եմ ու մի անգամից քնացրել։ Չկա այնպիսի դեպք, որ արթնանա ու անի չգոռա։ Առաջին ասում է անի, չէ կյանք։ Լպաչի մամային, փաթաթվի մամային ու ինքան անուշ իրա շամպունի հոտը գալիս է։ Մի հատ մազերի փարթամությունը նայեք, նայեք, հենց լողացնում է այսպիսի կոսը առաջանում։ Մազերի դառնում է փափուկ ու սոթլիկ։ Ձիկյուն, հլի բարիվ եսա, բարիվ ձիզ։ Նոր արթնացել ամաչում է։ 90-ս հենց նոր արթնանում է, սկսում է ամաչել է։ Այն մի ավազակն էլ արթնացավ։ Գնանք են մեկին էլ բերենք։ Ինեսուկ։ Հա։ Բաց է։ Ահա։ Ինեսուկի սիրած չուպիկներն է։ Կապ չունի, տեսքով է, ինչպիսին է, կարևորը չուպիկ լինի, ջան։ Բացենք։ Ինեսուկուտի։ Կանք ես անգամ քո համար բան չեմ պատվիրել։ Բայց ոչինչ։ Բրավո, դե ծապիկները։ Ծապիկը։ Այդպես։ Կաթերելի ցույց տամ ձեզ, որ ընտիր փաթեթավորմամբ էս էլ իրա ամսաթվերն է, ամեն ինչը ժամկետի մեջ, ամեն մի կաթի ժամկետի մեջ է, իրա հետ գալիս է նաև այսպիսի գթալիք, սա իրա չափաբաժինն է։ Ես գոհ եմ իմ պատվերներից, սիրելիներս, հիմա կտեղավորեմ, տանում եմ դնում եմ սառը տեղ, որպիսի սառը մնա, տաքություն պետքա չլինի, որպիսի կաթը չխոնավանա, տաքությունից, այսինքն գոլորշի չանցնի իրա մեջ։ Աշոտիկիս էլ անպայման փորձարկելու եմ կաշան։ Ինես պատրաստ ենք ապերուտի։ Պատրաստ ենք ապերիկնուտի։ Ահա։ Ջան։ Հա, ցավդ տանեմ, դե կեր։ Դե դու կեր կակա։ Սիրելիներս պատրաստում ենք կաշան աշոտիկի համար, քանի որ արթնացել է, որպիսի կաթ չտանք։ Հիմա կաշան ենք պատրաստում, ջուրը դրել եմ, որպիսի եռա։ Բացենք միասին, մի հատ իրա ներսնել տեսնենք ամեն դեպքում։ Առաջի անգամ եմ Նեստլե ֆերման պատվիրում։ Ինչպես տեսակ, ամեն բան կարգին է մեր կաշայի մեջ։ Հիմա ավելացնելու ենք, ստեղ տեսնենք սրա պատրաստման եղանակը։ Ինչքան ենք ավելացնելու։ 7-ից 8։ Շատ չի լինի 7-ից 8 գթալը, բերեք 4 գթալ ավելացնենք, որովհետև ինձ թվում է աշոտիկի համար շատ կլինի 8 գթալը, մի հատ քիչ պատրաստենք, զարմանալի է, որ 6 ամսեկանի համար 8 գթալ, որովհետև հաստատ չեն ուտի, աշոտիկս 7 ամսեկան է, 4 գթալի եմ պատրաստում ու էլի բավականին թողնում է։ Կաշան ավելացրեցի 4 գթալ։
ու իր վրա նշած էր, որ 7-ից 8 գթալ, բայց չեմ ավելացնի, որովհետև այդքան չի ուտի։ Ավելացնում ենք ջուրը եւ սկսում ենք արագ այս սկզբի ընթացքը խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Ավել կաշա ստացանք, ու ինչ անուշ եկավ դդումի հոտը։ Ունումա աշոտիկս հավանի ուտի, մի փոքր էլ ջուր կավելացնեմ, որպեսզի շատ պինդ չլինի։ Ես դեռ աշոտիկի այդ կուլ տալու ընթացքը մի փոքր կասկածում եմ ու վախենում եմ։ Այնպես պատրաստենք, որ խուսափենք խեղդվելու ռիսկերից։ Ընտիր ստացվեց։ Հոտն էլ աշատանու ժողովուրդ։ Ասեմ, որ աշոտիկիս համար ճաշիկներ չեմ պատրաստում, 90-իս համար պատրաստում էի ճաշիկներ, բայց 90-ս ուտում էր, իսկ աշոտիկս ընդհանրապես ճաշի չի ուտում, ես էփում եմ, օգտագործում եմ դդում, կապաչկա, գազար, սող, կարագ, ամեն ինչ ճաշիկի համար ինչ որ անհրաժեշտ է, բայց աշոտիկս չի ուտում եւ վերջում ես այդ ամբողջ պատրաստածս թափում եմ։ Դրա համար չեմ պատրաստում ճաշիկներ։ Մամաս մի անգամ ասեց 90-ին ավելի լավ է սպահել, քան աշոտիկին, աշոտիկի համար չես պատրաստում, բայց ասեմ, որ եթե աշոտիկս հաճույքով ուտի, ես սիրով կպատրաստեմ, բայց եթե ինքը չի ուտում իմ պատրաստած ճաշիկները, ու հարցի իմ պատրաստածի մեջ չի, որովհետև ճիշտ է ալանի է երեխեքի ճաշիկը պատրաստվում, բայց միաժամանակ ամեն օգտակար հատկությունները, ամեն մի վիտամինները, այսպես ասած, կան ճաշիկի մեջ, բայց եթե երեխան չի ուտում, չարժե այդքան մթերքը փչացնել, այդքան բանջարեղենն ու մթերքները չարժե փչացնել։ Դրա համար պատվիրում եմ այսպիսի կաշաներ, իր կաթիքի հետ միասին ինքը ուտում է։ 90-ը շատ հաճույքով է կերի իր ճաշիկները, միշտ պատրաստել եմ ամեն ինչ։ 90-ս կերել է առանց թափելու, առանց այսպես, չգիտեմ, երեխեք կան, որ մինչև ուտացնում ես, այսպես հոգիդ գնում է, բայց 90-ս շատ հաճույքով իր ճաշիկները կերել է։ Աշոտիկս չի ուտում է սիլիկոնի գթալով, դրա համար ես այսպես պատրաստելու համար իրան օգտագործեցի, այսպիսի սովորական գթալով է ուտում, համ ինձ է հարմար իրեն այսպես ուտացնելը, այս գթալով, համ էլ ինքն է սիրում։ Հիմա եկեք գնանք տեսնենք աշոտիկս հավանելու է իր կաշան, թե ոչ։ Աշոտիկս հաճույքով ուտում է, շատ հավանեց, որ ճիշտն ասեմ, ես էլ հավանեցի, դդում չսիրելով հանդերձ, իմ դուրը եկավ այս կաշան, դդումի կաշան, որովհետև այսքան կաշա եմ պատվիրել, ոչ մեկն էլ այսպես իդեալական համ չեն ունեցել, ուղղակի այսպես այնքան որ կաշա են եղել, բայց սա շատ նուրբ ու այսպես ընդգծված համ ունի, այնպես որ խորհուրդ եմ տալիս ձեր բալիկների համար անպայման պատվիրել եւ փորձել, որովհետև Թե ինչ սիրելիներս ավարտվեց մեր այսօրվա վլոգը, գրկում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք հաջորդ վլոգներում, եթե հավանեցիք տեսանյութը դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքի սիրելիներս, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգներում, ավելի գեղեցիկ ու հետաքրքիր պահերով, սիրում և գրկում եմ բոլորիդ անսահման։